Իմ պաշտպանյալը 3 դիմում էր ներկայացել, որ քանի որ իր վերաբերյալ է գործը քննվում, այսօր պետք է բերեն, սակայն ինչ-որ ուղեկցողների հետ խնդիր կար առաջացած, այսօր չբերեցին, դատական նիստը հետաձգվեց, քանի որ ես դատախազը իր առաջարկեց, որ առանցին պաշտպանյալի գործը սկսեն, սակայն ես առարկեցի, դատարանի միջնորդությունը բավարարեց, 12-ին ժամը 12:30 նիստը շարունակվելու է։ Այսինքն պատրաստում եք բացառապես իր ներկայությամբ։ Այո, իհարկե, քանի որ իր վերաբերյալ է գործը քննվում, եւ սա նենց սովորական գործ չի, քանի որ այստեղ տեսնում ենք որևէ դատավոր չի կատարում քաղաքական որոշում է կայացվում, բնական է իմ պաշտպանյալը պետք է ներկա գտնվի իր գործի վերաբերյալ։ Արա, եթե խոսենք ինչի համար եք, հա, դիմել խափանման միջոցով։ Կալանքը վերացնելու, քանի որ ԱԿՆ այդ ապօրինի որոշում կայացրեց Արարատյանի դատանը, որպես իրավապան, ես չեմ տեսնում այստեղ իրավապանի, քանի որ դատավորն էլ է իրավապանի գրած որոշում չէր, այլ ինչ որ քաղաքական որոշում էր, որը կայացրեց անհիմն, առանց հիմնավոր կասկածի փարատման, այնտեղ մեղադրանք է առաջադրված զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ծանր հոդվածով երկրորդ մաս են դրել, այնտեղ ասում է ոստիկանության նկատմամբ բռնություն, հրկիզում, որևէ ապացույց քննիչի կողմից դատարանին չներկայացրեց Արարատյանի դատարանին, որ իմ պաշտպանյալը նման արարք է գործել։ Այնտեղ տեսանյութերում հստակ երևում է, որ Արարատ Խանդոյանը միայն հանգստացրել է եւ հանդարտման կոչեր է հնչեցրել, այսօր գտնում ենք, որ իր եղբոր համար է ինքը կալանավորված, այս ամեն ինչը ապօրինի որոշում է, որը ընտանում է, չգիտեմ։ Այ առաջիկայում ո՞նց եք տեսնում, ո՞նց եք պատրաստվում արդարության հասնել։ Արդարության Հայաստանում չեն կարող հասնել։ Ես այսօր համոզվեցի Հովհաննես Հարությունյանի գործի ժամանակ, եւ որ անձը անգողնում կանված բերեցին դատարան եւ դատարանը տեսավ այդ երիտասարդը դատական նիստերի ժամանակ ցավերի մեջ էր եւ այսօր դատարանը եկավ եւ որ վերաքննիչ բողոքը մերժեց։ Իհարկե մենք պետք է սպառենք, այս դատարանները միայն սպառման միջոց են։ Այս դատարանները ի վիճակի չեն արտարադատություն իրականացնելու, եվրոպական դատարան ենք դիմելու ապօրինի կալանավորման համար։ Այո, իհարկե։ Ինչ տեղի ունեցավ, եթե կարելի է այսօր այդ Հա, 3 դատական նիստ ընթացավ, մենք 3 ժամ պաշտպանները վերաքննիչ բողոքը ներկայացրեցինք, որևէ փաստական հանգամանք, որևէ ապացույց չներկայացվեց, իմ պաշտպանյալն է իր խոսքը ասեց, որ ինքը ինչի համար է Հայաստան եկել, որ նրանք հանցագործներ չեն, այլ նրանք ես այո հայտարարում եմ, որ նրանք ազգի հերոսներ են, որոնք այսօր մենք մեզ պաշտպանում են եւ գտնում են, որ պետք է հասարակությունն է այսօր այստեղ լինի եւ մեր հերոսների կողքին լինի։ Այո, ելույթ ունեցավ, որ նա չի մեղք ընդունում, նա Հայաստան է ժամանել ապրիլյան պատերազմի համար, որ մեր զինվորների կողքին լինի եւ հիմա չեմ ուզում այդ հարցը քննարկել մեղքի, քանի որ կալանքի հարցն է քննարկվում, ոչ թե մեղքի հարցը։ Նախ 3 դուք Վարաշիկ Այո։ այցելել ու նաեւ ասցիք, որ Արարատ Խանդոյանը ակնոցներն են արկրավել, ես 3 միջնորդություն եմ ներկայացրել ակնոցները հետ վերադարձնելու մասին, բայց մինչև հիմա թե մարդու իրավունքների պաշտպանը, թե հատուկ քննչական ծառայությունը որևէ արձագանք չկա։ Ես 3 ասեցի, այդ ագնոցների մեջ որևէ հանցագործության տարեր չկան, որ արկրաված է, մարդը զրկված է տեսողությունից, չի կարող գրել իր բողոքները համապատասխան մարմինների ուղղել։ Իր բողոքի տակ ես որպես նրա պաշտպան ես եմ ստորագրել։ Չի կարող առանց ագնոցների գրել, չի կարող միայնակ շարժվել։ Նրան տատան բերեցին ուղեկցողների միջոցով, քանի որ ինքը տեսողության հետ խնդիրներ ունի։ Դուք այդ հարցով դիմել եք նաեւ մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ այստեղ կոպտորեն խախտվում է մարդու իրավունքները։ Ոչ դեռ որևէ արձագանք չունեմ, 3 արծերն հանձնվել է, բայց կարելի է այս հարցը ավելի հրատապ ձևով նրանք ունեն արագ արձագանքման խումբ, որը կարող է հենց տեղում քննիչի հետ խոսելուց հետո այս հարցին լուծում տալ։ Այցելում է կալանավորվածներին, Արարատ Խանդոյանին այցելել է անձամբ կամ Այո, ասենք այցելել է, Հովհաննես Հարությունյանին է այցելեցին։ Հիմա Հովհաննես Հարությունյանը սառնարան չունի, այնտեղ ինքը ասում է բազգատոր ունի, պայմանները նորմալ է, ինչի մասին է խոսքը։ Իսկ Արարատ Խանդոյանին էլ է այցելել, Արարատ Խանդոյանի պայմանները նեն չի որ վատ է։
Սակայն ինքը ինչ է անում, չգիտեմ ինչ է անում։ Իսկ եթե խոսենք պայմանների մասին, հա, բռնություններ, ճնշումներ, Բռնություններ, ճնշումներ ոչ չեն տեղի։ Եթե տեղի ունեցած լինեին, ես համապատասխան քայլերը կձեռնարկեի։ Անմիջապես խոշտանգման հիմքով կդիմեի եվրոպական տատան, չէ ես սպառի ներպետական։ Որ նորմալ ձևով միայն հովան ով որ վնասված կունեն, նրանց վիճակն է վատ, իհարկե նրանց որևէ ձևով պետք է երեփունի չտեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, սակայն տեղափոխել են հենց նորից բժիշկները գալիս են երեփունի հիվանդանոցի դատապարտյալների հիվանդանոց նրանք են փոխում այդ վիրակապերը, բայց աշխատակազմը առավել ուշադիր է այդ տղաների առողջական վիճակի համար դատապարտյալների հիվանդանոցի աշխատակազմը շատ լավ է վերաբերվում։ Հարցնում շատ անհանգստացնող ժողովրդին։ Ասում են մեկ բուժ քույրերից տեղեկություններ են հայտնել, հասել, որ հոգեմետ դեղեր են տալիս, որևէ սրսկումներ են անում, որ տղաների ուղեղգործունեությունը, այսինքն բթացման process է գնում հոգեմետ։ Ես ուզում եմ ասել, եթե համենայն դեպս եթե կլսեն, թոկառավարության անդամները եւ մեր բժիշկները լսեն, որ Կարմիր խաչին են դիմել, որպեսզի չեզոք լաբորատորիայում բոլոր տղաների արյունը պետք է վերցվի եւ 2 ամիս առաջ էլ որ արած լինեն, դա պետք է բարձրահայտվի եւ դրվի միջազգային դատարան, որ տղաներին հանկարծ հոգեմետ դեղեր կամ մնացած արդեն ես չեմ կարող ասել թե ինչ միջոցներ ուներ եւ հնարավորություններ բթացնելու կամ վերացնելու, հանկարծ չհամարցակվեն դա անել, որովհետեւ արդեն մենք դիմել ենք միջազգային դատարան։ Հոգեմետ տեղամիջոցներ, տեղին պաշտպանյալները շատ ոնց որ առաջ են եղել, հիմա այդ ձևով են, եթե ես իմանամ հանգարց իմ մոտ կասկած լինի, որ նման գործողություններ են կատարում, ես համապատասխան քայլերը կձեռնարկեմ։ Վերադրանքի հաստատում Այո։ Ծանր պատիժ են սահմանում, քանի որ կեսի նկատմամբ շենք շինություն զավթելու մեղադրանք է Արարատ Խանտոյանը պատանդ վերցնել եւ զենք զինամտեր ես ի սկզբանե Արաչյանի տատան Արարատի մասով զանգված 8 տարուց ավել պատասխանատվություն է նախատեսվում սանկցիայով, բայց որևէ ապացույց չունի վարույթի իրականացող մարմինը նման մեղադրանքը հիմնավորելու համար։ Չեմ կարծում, որ իրանք դա հնարավորություն են դեպքում հիվանդությունը ինչպեսին է, այսինքն ինքը կարող է այդ պայմաններում շարունակել ապրել, թե իրան պետք է մի անգամ էլ վիրահատություն անեն։ Մի անգամ արել են, բայց վերքը այս պահին չի կարելի։ Պարզապես կարված է եւ վիրակապեր է դրված, մի քիչ պետք է նորմալանա վիճակը, նորից վիրահատություն լինեն, պրոթեզավորում է լինելու, նա հաշմանդամ է մնալու, ինքը լիարժեք առողջ չի լինելու։ Իրան կարելի ասել բժիշկները կարողացան փրկել ժամանակին, որ կոնե կարողանա պրոթեզավորումը ապահովել։ Իսկ այնպես որ ինքը կլավանա, չի լավանա։ Իսկ դուրս գալուց հետո ինքը կարող է բանկում ապրել, թե այնպեսին է վիճակը, որ կազացան մեջ Դե բնական է, անձը ծանր, հիմա ծանր, ծայրահեղ ծանր վիճակում մեջ է գտնվում։ Իսկ ես հույսով եմ, որ մեղադրանքը կկարճվի եւ չի ուղարկվի տատան, քանի որ մենք պատրաստվում ենք եվրոպական տատան դիմել եւ եվրոպական տատանից ինչ որ ճնշումներ կլինեն կառավարության վրա։ Բայց արագ ձևով է պետք անել։ Ինչ, ով Խանդոյանը ոտքի հետ կապված։ Արայիկ Խանտոյանը, այո, նրան էլ են, ինչպես գիտեք, հրազենային վնասվածք ստացել, բայց փափուկ մսերն է եղել, ցավեր չէ, չունի իրան անդադ վիրակապը փոխում են, տենց լուրջ ինչ որ խնդիր չկա, որ հիվանդանոց տեղափոխել։ Ինչ կասեք, հա, Ես կարամ ասեմ, որ Արարատի կալանավորումը անհիմն է, ինքը ոչ մի բանում մեղավոր չի, գիտեմ, որ Արայգի եղբայրն է, որ իրանք հերոս են, այդքան արյուն են թափել, այդ 4-օրյա պատերազմին նորից նույն 2 եղբայրներով առաջի օրվանից են տեղ են եղել, հիմա իրանք անհիմն, որովհետև իրանք ծախված են թուրքերին, ինչ ուզում են անում են։ Ես ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Երևի որոշել են Հայաստան առանց հայերի հանձնեն թուրքերին, այդքան մի բան։ Հիմա հանձնել են, թե չեն հանձնել, թե ստորագրված է, թե չէ, ես այդքանը չգիտեմ։ Մենակ գիտեմ, որ այդ գրավյալ տարածքները ուզում են հանձնեն թուրքերին։
Իմ որդիների առողջական վիճակը շատ բարդ է, չեն թույլ տվել տեսնելու, անհիմն տեղը բռնել են այնտեղից տարել են, որ Արայիկի եղբայրն է, այդքան ոչ մի բան։ Արայիկին ամբողջ աշխարհն է ճանաչում, ինձ ամեն օր այնտեղ անկի զանգեր են գալիս, որ մայրիկ ջան չենք ճվես, մենք բոլորս Արայիկ ենք։ Իր անունով, իր նկարով մայկաները հակները հերոստատեսության մեջ միշտ հակնված ասում են մենք Արայիկն ենք ու դու հպարտ ես, որ այդպիսի հերոս տղաներ ունես։ Ես բոլորից էլ շնորհակալ եմ, բայց միայն իմ երեխեքին ազատություն եմ ուզում։ Իրանք առողջական վիճակի համար ինչ ասեմ, այնտեղ սնայպերով ուզեցել են, որ Արայիկիս գլխին խփեն, սնայպերն ասենց անցելա թեկությամբ։ Հետո երկրորդ անգամ ինչ-որ անօտաչու սարք են ուղարկել, բացի դրանից էլ վերևից խփել են նորից իր այն բիավոր ոտքին, որը տարիներ առաջ, մի 6-7 տարի առաջ է կաստիլները ձեռքից վայր դրել։ Հիմա ինքը միշտ ասել է Ղարաբաղի իմ էությունն է, իմ ազգը իմ էությունն է, ես իմ ազգի պաշտպանն եմ։ Դե հիմա իրանք եթե այդ գնահատում են ազգի դավաճան, իրանց հետ են համեմատում, ես էլ ուրիշ ասելու ոչ մի բան չունեմ։ Որ ձեզ տրված հերոսի մորը կոչումը մարգևները հանձնելու եք, հանձնելու եք։ Ես այո ասել եմ մեզի բնակարան են տվել, այդ բնակարանն էլ կհանձնեմ իրանց, այդ կոչումներն էլ կհանձնեմ իրանց։ Ես որպես հերոսի մայր ստացել եմ նախարարի ձեռքից ծովակալիսակով մեդալը, որպես հերոսի մայր, այդ պարգևներն էլ բոլորն իրանց երկրապահից մեդալ ունեն եւ ունեն բազմազավակության։ Ես ունեմ 5 որդի, 4-ը մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին, մեծ տղաս զոհվել է, Արայիկս ծանր վիավորված, Արարատս իմիջայլոց, նրան վաբշի առողջություն չկա, 5 հատ ավտոմատի պուլը փորից են հանել, նրա առողջական վիճակը շատ վատ է, հիմա ավելի բարտացրին։ Իր մեկ պոչկան հեռացված է, իր լիարդի 1/4 մասը հեռացված է, փայծաղ չունի, հաստաղին 30 սանտի պլաստմաս է դրված, ոբշեն, որ նայեք Հայաստանի քարտեզն է, թե չգիտեմ ինչ քարտեզ, այդ բոլորը իմ երեխիս փորի վրան է, ունի ոտքերից սկվազնյով վիավորվածություն, երբ որ բերում էին ամեն մեկին, ես չգիտեմ, թե ես ոնց եմ դիմացել, երևի ինձ ասված է պահում, որ ես իմ երեխեքիս առողջ տեսնեմ նոր գերեզման գնամ։ Այս ընթացքում պաշտպանության նախարարությունից կամ անձամբ Սեյրան Օհանյանի հետ խոսակցություն, հեռախոսազրույց։ Բոլորովին ոչ մեկից ոչ մի բան։ Չգիտեմ, չեմ լսել։ Եվ դատարանից դատարանից ինչ եք սպասում։ Դատարանից եթե նորմալ մարդ տեղնի դատավորը կսպասեն, որ իմ երեխեն անհիմն տեղը չեն պահի։ Ուրեմն այնքան անճար էին այդ մարդիկ, որ իմ երեխիս վիճակն տենց իրանք չէին կարա բերեին դատը որոշեին։ Իմի տեսնես ինչ են որոշել, ինչ բանի տակ հոդվածներ են դնում, որ կարենան դատապարտել։ Իրանք աշխարհի կողմից դատապարտված են, ես ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։